սուրճ եք խմում, որ թարմանեք, բայց հակառակը քնում եք։ Եկեք բացահայտենք այս պարադոքսալ երևույթի պատճառը։ Չմոռանաք սեղմել, հետևելու եւ հավանելու կոճակները։ Այն ունի մի քանի բացատրություն։ Առաջինը ադենոզինը։ Ադենոզինը մեր օրգանիզմի հոգնածության հորմոն է։ Այն ամբողջ օրվա ընթացքում կուտակվում է եւ իրականում ստիպում է մեզ քնել։ Բայց երբ խմում ենք սուրճ, կոֆեինը արգելակում է ադենոզինի ազդեցությունը, բայց հենց անցնում է կոֆեինի ազդեցությունը, ադենոզինը միանգամից թարվածում է մեզ։ Երկրորդը գենետիկա։ Որոշ մարդկանց լիարդում կոֆեինը առավել արագ է քայքայվում նյութափոխանակության ընթացքում եւ բնականաբար կոֆեինը չի հասնում թողնել իր հիմնական ազդեցությունը։ Երրորդը քաղցր սուրճը։ Երբ օգտագործում ենք քաղցր սուրճ, գլյուկոզայի մակարդակը արի մեջ բարձրանում է, այնուհետև կտրուկ իջնում է, որը բերում է քնկոտության առաջացման։ Եվ չորրորդը միզամուղ հատկությունը։ Կոֆեինը միզամուղ է, բայց երբ օրվա ընթացքում չենք խմում բավարար քանակությամբ ջուր, այլ խմում ենք միայն սուրճ, օրգանիզմը ջրազրկվում է, թուլանում է եւ բնականաբար քնում է։ Ուստի իմ խորհուրդը ձեզ, եթե ցանկանում եք թարմանը սուրճով, ապա խմեք դառը սուրճ 1 գավաթ սովորական ջրով, եղեք առողջ եւ տեղեկացված։